Ուզում հետևյալը ձեզ ասեմ։ Ըստ այդ փաստաթղթի Արցախը հայկական էր մնում։ Եվ հիմա չոր մնացորդը հետևյալն է, որ Արցախում հայ չկա։ Ասում եք, բա ես վախեցել եմ, ունեիք բարձր լեգիտիմություն այդ ժամանակ, եւ առնվազն ժողովրդի հետ անկեղծ լինեիք, ստեղծված իրավիճակը ասեիք ինչ հնարավորություն կա, եւ դուք եք հրապարակում գոռում, ասում որ տենց մի հարց չկա, որ առանց ձեզ չքննարկվի։ Եվ ասում եք նոր պատերազմ, նոր տարածքներ, ասում եք բանակցում ենք այն ինչ որ ուզում ենք բանակցել։ Եվ այս խոսույթով ամբողջ այդ ժամանակահատվածը հանդես եք գալիս։ Վերջում եղավ աղետալի մի պատերազմ, եւ գործընկերս ճիշտ ասես, պատերազմից հետո էլ ասում եք Շուշի եւ Հադրութ դեօկուպացիա, դրա մասին եք խոսում։ Եվ դուք որպես ոչ թե որպես պարզ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարտավոր եք այդ ռիսկերը գնահատեիք։ Պարտավոր եք ստեղծված իրավիճակում ճիշտ վերլուծություն անելու, հնարավորությունները գնահատելու եւ ինչքան էլ որ ցավոտ լիներ, այդ ցավոտ հարցերին պատասխանելու։ Դուք սովորական պարզ քաղաքացի չէիք։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն էիք, եւ պատերազմից առաջ, եւ պատերազմից հետո։ Եվ այս հարցերի պատասխանը դուք տակ, մեր ժողովրդի ինչքան էլ ձեր համար Իդեպ ձեր դիմացի դրոշը ուղղեք թարսա դրած։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Դարինյան, լուր ունեմ ձեզ համար, ես արդեն ձեր հարցին պատասխանեցի եւ 5 տարուց ավել է ես այդ հարցին պատասխանում եմ։ Ըստ էության ձեր տված հարցերի չկա, որ ես նախկինում արդեն չեմ պատասխանել։ Ես բոլոր հարցերին պատասխանել եմ։ Ես հիմա կարող եմ ասել կոնկրետ հղումներ առնել ազգային ժողովի, բայց ամենալավ հղման տեղը քննիչ հանձնաժողովի հրապարակային ելույթն է։ Հիմա որ ձեր հարցինի պատասխան կարդում եմ 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբենք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Երկրորդը, նույն հայտարարության մեջ, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական են եւ անընդունելի մեզ համար։ Այդ ինչից է ենթադրել, որ Ղարաբաղը այս տարբերակով կամ այն տարբերակով մնում էր հայկական։ Էլի եմ ասում, ցանկացած նախորդող շրջանում, եթե այդ լուծման տարբերակը կար, ձեր ղեկավարները թող լուծեին։ Թող լուծեին, չէ իրանք ասում են չնաշխարհիկ տարբերակներ, լսեք թող լուծեին։ Թող այս ինչ հայտարարություն է։ Այս ինչ հայտարարություն է 2018 թվականի ապրիլի 17-ին։ Եվ ես քիչ առաջում հարցին էի պատասխան ասում եմ, որ Ղարաբաղի հարցի բանակցային փաթեթը վերլուծվել է եւ իմ եզրակացությունը եկել է, որ Ղարաբաղի հարցի լուծման մասին չի սա։ Ղարաբաղի հարցը, որովհետև 1996 թվականին լուծվել պրծել է, մեզ ոչ մեկ դրա մասին չի ասել։ Խոսքը նրա մասին է, թե Հայաստանի պետությունը լինելու է, թե չի լինելու։ Մենք ընտրել ենք, որ Հայաստանի պետությունը լինելու է։ Դուք ուրիշ բան կընտրեիք։ Գիտենք, որ ուրիշ բան կընտրեիք, որովհետև նախորդող շրջանում հենց ուրիշ բաներ ընտրել եք։ Եթե ոչ դուք անձամբ, այլ են քաղաքական ուժերը կամ այն քաղաքական ուժը, որ ներկայացնում եք։ Մնացածը ոչ, էլի եմ ասում, այս բանակցային փաթեթի վերաբերյալ, դուք գործնականում ես համոզվեցի եւս մեկ անգամ նոր հարց չեք կարող տալ, որովհետեւ բոլոր հնարավոր հարցերին ես 2020 թվականից այս ամբիոնից ուրիշ ամբիոններում բոլոր հնարավոր ֆորմատներով պատասխանել եմ։ Ձեր ասածը ընդհանրապես որևէ կապ չունի բանակցային փաթեթի բովանդակության հետ, որևէ կապ։ Եվ սա ցույց է տալիս բանակցային փաթեթը հրապարակված չէր, դուք նույն բանը ասում եք, բանակցային փաթեթը հրապարակված է,
դուք նույն բանը ասում եք, դա նշանակում է, որ ձեր ասածը կապ չունի։ Ես այս բանակցային փաթեթը հրապարակվալուց առաջ ես եմ նույն բանը ասել։ Հիմա էլ մի տարբերությամբ, որ իմ բոլոր ասածները հիմնված են եղել բանակցային փաթեթի բովանդակության վրա եւ ոչ թե ինչ որ մտածածին իրողությունների վրա։ Ոչ սխալ եք ընկալել, տեն չի։ Ուշադիր կարդացեք, 2 օր առաջ է հրապարակվել։ Ես 7 տարի է կարդացել եմ այդ բանակցային փաթեթը։ Արձագանք։ Պարոն Փաշինյան, շատ բարձ հարց եմ տալի։ Ինչի՞ չեք ժողովրդին ասել, բարձր լեգիտիմություն ունենալով, ինչի՞ չեք ժողովրդի հետ խոսել։ Ինչի՞ չեք ասել այդ ամեն ինչը, ենթադրյալ որ դուք ճիշտ եք ասում։ Խոսեիք մարդկանց հետ։ Եկել է հասել պատերազմի ժամանակ էլ ըստ օդում կախված տվյալների, այդ թեժ պահին, պատերազմի ամենաթեժ պահին, որ մենք ծանր վիճակում ենք, դուք Շահումյան եք պահանջել։ Հիմա դուք պիտի գնահատեիք, մենք ինչքան ռեսուրս ունեինք, ինչքան հնարավորություն ունեինք, ինչքան զինտեխնիկա ունեինք, ինչքան կարողականություն ունեինք, այդ գնահատողը դուք եւ ձեր ղեկավարած կառավարությունը պիտի այդ գնահատականները տար։ Ինչ եք գցում նախկինների վրա։ Լավ, նախկինները սխալներ են արել, միգուցե նաեւ մեր երազանքների փաստաթուղթը չի եղել նախկինների փաստաթուղթը, բայց ի վերջո դուք կրում եք պատասխանատվություն, դուք եք եղել Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ վերջում աշխարհում չկարգավորված տասնյակ չկարգավորված հարցեր կան։ Մերձդնեստր, Օսիա, չգիտեմ, Աբխազիա, Կիպրոս, Դաղեստին, տես կարամ երկար թվեմ։ Բայց ոչ մեկ չի մեղադրում իրենց, կլուծեիք, որ լուծվելու լիներ, միգուցե այդ ժամանակ լուծեին, բայց այդ բանակցությունները չեն հասցրել մի կետին, որ անբանակցելի լինեն, ոնց որ դուք եք անբանակցելի դարձրել։ Եվ այդ առումով Անջատեք պարոն Դանիելյանի խոսափողը։ Պարոն Դանիելյան, մի գոռացեք տեղից, խնդրեմ պարոն վարչապետ։ Պարոն Դանիելյան, դուք ձեր հարցին ըստ էության պատասխանեցիք։ Իս ժողովրդի հետ այդ թեմայով չեմ խոսել, որովհետև նոր ասում էի, որ 2019-ից հետո բա ինչ ենք արել։ Ուզեցել ենք հասկանալ, բովանդակությունը խորանալ, որ դա պարզ հարց չի։ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին ասում էր, այս հարցին փորձագետի մակարդակով տիրապետում է 4 հոգի, 5 թե 4 հոգի։ Չեմ խոսացել, որովհետև այդ պահին անհրաժեշտ թվով, անհրաժեշտ ծավալի փաստեր եւ փաստարկներ չեմ ունեցել դրա մասին խոսալու, որովհետև իրադրության գնահատման փուլ ա եղել։ Դրա համար չեմ խոսացել։ Բա ինչ դուրս գամ մի անգամից արդեն բանը 2 անգամ կարտացած դուրս գամ եզրակացություններ անեմ։ Պարոն Դանիելյան, մի գոռացեք։ Կանչել ենք, նախկին արտգործնախարարին կանչել եմ մի ժամ թե 2 ժամ խոսացել են, տեսել եմ ոնց որ բանը ասուլիսում խոսալիսը լինի, էլ չեմ էլ հանդիպել, որովհետև եկել է նստել հեքիաթներ ա պատմել, ես կարդում եմ տերմ իր պատմած հեքիաթները իմ դրա առաջ դրած թղթի հետ կապ չունի։ Ես բան եմ ժամավաճառությամբ զբաղվեմ։ Եվ էլ եմ ասում, առաջին կարևորագույն փաստերից մեկը, որ արձանագրված ա եղել ինձ համար, արձանագրված ա եղել են, ես արդեն մեր գործընկերոջ հարցինի պատասխանացի, ասի, սա ի սկզբանե որոշված ռազմավարություն չի եղել, նոր ասցի։ Ասի ինտուիտիվ սկսել ենք ինֆորմացիան ստանալ մշակել, միջև են կետը, որ հասկացել ենք Ժորժյան, սա Ղարաբաղի հարցի մասին չի, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծված է, հիմա գնում է, թե Հայաստանը ում գրպանում պետք է լինի։ Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքբերում, Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի գրպանում չի։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի գրպանում չի։ Հիմա դա ինչ որ մեկին դուր է գալիս, դուր չի գալիս։ Արդեն դա իրանցից կախված չի։ Հայաստանի Հանրապետությունը պետությունական երբևէ, անկախական երբևէ, ինքնիշխանական երբևէ։ Էս ենք մենք ասել ենք 2018-ին ասել ենք մեր ռազմավարական խնդիրը մեր պետության հարատևությունը ապահովելն է, գրավոր գրած է։ Մենք մինչև այսօր գնացել ենք, գնում ենք այդ ճանապարհով եւ հասել ենք որոշակի պոզիտիվ հանգրվանի այդ ճանապարհի։ Հիմա հետահայաց ես ասում եմ, որ ուրիշ ճանապարհ չկար։ Ուրիշ ճանապարհ ուղղակի չկար։ Հայաստանի պետության համար հեռանկար բացելու ուրիշ ճանապարհ պարզապես չկար։ 100 անգամ է ձեզ առաջարկել եմ, բայց ինչի՞ չեք համաձայնվում։ Հիմա էլ այսօր նույնիսկ հրապարակումից հետո բանը նրբություններ կա, հենց
հրապարակային փաստաթղթերի մեջ գրած բաներ կա, որ ես հիմա հրապարակային չեմ կարող ձեզ ցույց տալ։ Հա? Որովհետև նպատակահարմար չի։ Խնդիրներ կառաջացնի միջազգային։ Հրապարակային է, չեմ ասում, որ գաղտնի, ասում եմ, այդ հրապարակված թղթի մեջ տողատակեր եւ տողեր տա, որ դուք նայում եք, ինչի եմ ասում, ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին շնորհակալություն։ Լուսինե Բադալյան։ Շնորհակալություն։ Քանի որ տարին ամփոփում ենք եւ 2025 թվականի վերջին կառավարության հետ